Թրամփը 10% մաքսատուրք է սահմանել այն կղզիների վրա, որտեղ ապրում են միայն պինգվիններ։ Թե ինչ նպատակ է հետապնդում այս մաքսային որոշումը, դեռևս հստակ չէ։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Ռուսաստանում անցանկալի են ճանաչել Էլթոն Ջոնի կազմակերպությունները։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն Elton John AIDS Foundation հիմնադրամը կենտրոնացած է ոչ ավանդական սեռական հարաբերությունների, արևմտյան ընտանիքի մոդելների եւ սեռի փոփոխության քարոզչության վրա։ Այս մասին գրում է RBK-ն։ Apple-ի բոլոր տեխնոլոգիական սարքերը կտրուկ կթանկանան Թրամփի նոր մաքսատուրքերի պատճառով։ Այս մասին գրում է Reuters-ը։ Գերմանական Porsche ընկերությունը ցանկանում է վերադառնալ ռազմական արտադրության տանկերի եւ զենքերի արտադրության ոլորտ։ Ընկերության ղեկավարությունը ուսումնասիրում է Volkswagen-ի փորձը հաջող կերպով ռազմական շուկա մուտք գործելու համար։ Այս մասին գրում է Expert-ը։ Բիանկա Սենսորին հեռացել է Kanye West-ից։ Рэփերը խոսում է այդ մասին իր նոր երգում։ Kanye West-ը հայտարարել է, որ պատճառը իր սկանդալային հայտարարություններն են, որոնք հետագայում աղջկա մոտ հանգեցրել են հոգեբանական լուրջ խնդիրների։ Այս մասին գրում է Hindustan Times-ը։ Ռուսաստանում ցանկանում են մտցնել հարսանիքի համար նախատեսված հարկային արտոնություն, որի համաձայն ամուսնացող զույգերը կարող են ներկայացնել իրենց հարսանիքի վրա ծախսած գումարները եւ այդ ծախսերի մի մասը մինչեւ $3000 սահմանում կվերադարձվի նրանց, որպես հարկային արտոնություն։ Այս մասին գրում է RIA-ն։ Սանկտ Պետերբուրգ Մոսկվա գնացքը կունենա $3000 արժողությամբ տոմսերով վագոն, որտեղ կլինի հարմարավետ մահճակալ, անհատական լոգարան, ինչպես նաև բազմոցներով սենյակ եւ ընդհանուր մեծ տարածք, սեղանով, բազմոցներով եւ աթոռներում։ Այս մասին գրում է DP-ն։ Ռուսաստանում խորհրդարանը զրկել է մանդատից 2 տարի աշխատանքի չայցելած պատգամավորին։ Պարզ է դարձել, որ Նապսոն արդեն շուրջ 2 տարի բնակվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս մասին գրում է URA News-ը։ Չինաստանում պաշտոնապես թույլատրել են անօդաչու թռչող տաքսիների գործարկումը։ Երկու ընկերություններ առաջին անգամ ստացան թույլտվություն անօդաչու թռչող տրանսպորտային միջոցներ տաքսիների համար կոմերցիոն օգտագործել։ Այս մասին գրում է NDTV-ն։ Թրամփը կառավարության անձնակազմին արգելել է Սիրիային հարաբերություններ ունենալ չինացիների հետ։ Միակ բացառությունը կլինի այն, երբ այդ հարաբերությունները սկսել են, մինչ այս որոշումը ընդունվել է։ Այս մասին գրում է AP News-ը։